Վտանգավոր է սպանված Տիգրանի եղբայրների ու քրոջ համար ապրել եմ հարազատ ընտանիքում։ Այդ պատճառով է խնամակալության և հոգաբարձության մարմինը որոշել նրանց տանել հով։ Եթե հեռացրել են, դա նշանակում է, որ երեխաների մնալը այդ ընտանիքում համարում են վտանգված, ռիսկային, գոնե բարձր ռիսկային։ Ինչու են 4 երեխաներին տարել վտանգավոր ընտանիքից միայն ողբերգությունից մեկ շաբաթ հետո։ Այն դեպքում, երբ իրավապահներին առնվազն մի քանի օր առաջ հայտնի է եղել սպանության կասկածյալը։ Հայլուրի տեսախցիկի առաջ օրերով առողջական ակնհայտ խնդիրներ ունեցող երեխաները սնվել են ծառից քաղած խնձորով, հատապտուղներով։ Օրվա մեծ մասն առանց հսկողության, դրսում։ Տիգրանի 3 եղբայրներն ու քույրը դեռ կմնան հովում։ Մայրական իրավունքից զրկելու մասին դեռ վաղ է խոսել, ասում է Անտոնյանը։ Դեռ պետք է պարզվի, արդյոք մայրը հանցակից է, թե զոհ է։ Հələ պետք է հասկանալ ով է մաման, ինչ վերաբերմունք ունի իր սեփական երեխաների հանդեպ, ինչ է տեղի ունեցել ընտանիքում, բռնարար մաման ինքը բռնարարի կողմնակից է, թե մաման ինքը բռնության զոհ է։ Տիգրանի թաղման օրը մայրը մեզ վստահեցնում էր, ինքը ոչինչից տեղյակ չի եղել։ Տիգրանի տատը պնդում էր, եթե տեղյակ լիներ, կկանխեր։ Ծափաթախցի մի կին այսօր Հայլուրին պատմել է, որ երբ 4 երեխաներին երեքշաբթի գիշեր տնից հանել են, Տիգրանի հետ ողբերգության օրը եղած տղան սառած նայել է շուրջ բոլորը։ Հաշմանդամություն ունեցող մյուս տղան չի էլ հասկացել, ուր է գնում։ Երեխաները շատ ծանր բաներով են անցել։ Իրենց պետք է հանգիստ թողնել, մինչև հարմարվեն, հանդարտվեն, տրամա մի քիչ հետ գնա։ Հով տեղափոխված ամենափոքրը 5 տարեկան է, ամենամեծը աղջնակը 12։ Միրա Անտոնյանն ասում է, դեռ շփոթված են, վախվորած։ Մասնագետներ են աշխատելու համար երեխայի հետ։ Եթե խնդիրը զուտ տրավմատիկ լինի, հնարավոր կլինի վերականգնել հանցագործության լուռ վկա տղայի խոսքը։ Գայանե Մովսիսյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։